ժողովուրդ ջան, թե ինչու Բարսելը մեր որոշ վարորդներին խելք բաժանելու հարցում այդքան ժլատ գտնվեց, չեմ կարող ասել։ Փաստն է, որ դրա հետևանքով մեր շարքերը գնալով նոսրանում է։ Մեկ Opel-ի վարորդի խելքին փչում է հանդիպակաց երթևեկել, մեկ այլ Opel-ի վարորդ հայտնվում է երթևեկող գնացքի դեմը, մեկ Lada-ի վարորդը մոռանում է ամրակապվել, իսկ հետևանքները ողբերգական են։ Լավ, ես չեմ հասկանում։ Այսքան դեպք ենք ցույց տալիս, այսքան նոտացիաներ ենք կարդում, ինչի ականջալուր չեք լինում։ Պիտի անպայման քիթը կպնի գետնին կամ որ ավելի վատ է հայտնվեք հանդերձյալ աշխարհում, որ նոր ըմբռնեք պարզ իրողությունները։ Տեսանյութի վերջում կանդրադառնանք ներկայացված դեպքերին, ժողովուրդ ջան։ Իսկ սկսենք Արագածոտնի մարզում երեկոյան 21-ի սահմաններում կատարվածից։ Արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ հանրապետության տարբեր մարզերում դժբախտ պատահարներ կամ ավտովթարներ արձանագրելու միակ լավ կողմն այն է, որ Հայաստանս ավելի լավ եմ ճանաչում, ուր ասես, որ չեմ եղել, ու միշտ համոզվել եմ, որ մեր երկիրը իրականում ուրիշ է լիքը առումներով, բայց եթե սկսեմ թվարկել, կմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել։ Ուստի այդ գործը թողեմ գրողներին, նրանք ավելի լավ կնկարագրեն մեր հրաշք բնությունն ու մարդկանց։ Մենք վերադառնանք, ինչպես ասում են, մեր ոչխարներին։ Ինչո՞ն է տեղն ասել, ողջույն, 4 էս են կայանված Դո էլ հարթավան, դո էլ շենավան։ Հայաստանի մասին այս կուրսս հենց սրան էր վերաբերում։ Հարթավանի ու շենավանի տեղն էլ իմացանք, ցավոք, էլի ոչ լավ առիթով։ Ինչպես տեսնում եք, նշածս գյուղերի խաչմերուկում իրար են բախվել Toyota-ն ու Nissan-ը, ինչի հետևանքով վերջինը բախվել է ճանապարհային նշաններին, կոտրել դրանք, որոնք էլ վնասել են կայանված Volkswagen-ն ու մեկ այլ Toyota-ն։ Լրիվ էլի բիլիարդի օրենքն ա գործել։ Ու քանի որ այս թամաշայի արդյունքում ընդամենը մեկ հոգի էր տուժել, այն էլ ասին, որ կյանքին վտանգ չի սպառնում, հասկանանք վթարի պատճառները։ Չորտուրա։ Նիսանն ու Toyota-ն ընթացքում ինչ են եղել։ Արվածելով իրար Նիսանը թռելանդ է։ Հա, դե հասկացանք էլի, դրա մասին խոսեցինք, ավելի լավ է պարոն Պարեկ, պատմի, թե ինչի պատճառով է դա եղել, որ ասեք խաչմերուկ ժողովուրդ ջան, ամեն անգամ պարզ կդառնա, իսկ այն իր մեջ առաջին հերթին ներառում է միմյանց զիջելու մշակույթի բացակայություն, անգամ մեքենաների դիրքն է հուշում, որ նրանցից մեկը փորձել է շրջադարձ կատարի, իսկ մյուսը դրա հետ համաձայն չի եղել, ու խնդրեմ, քանի անգամ պիտի զգուշացնենք, որ հատկապես մութ ժամերին երթևեկեք սահմանափակ արագություններով, զգոնությունը կրկնապատկեք եւ ամենակարևորը հանդուրժող եղեք, ձայն բարբարո հանապատի։ Ճանշինին էլ պիտի խաբար անեն, որ գան այս ցուցանակի համար էլի։ Հա, թե չէ, ափսոս է, այսին լավ ցուցանակներից է։ Երբ նախերին կամոտին ինչ-որ բան ա պատահում, շատերս առաջին հերթին մեղադրում ենք հովիվին, թե բա այդքան մարդ քեզ իրենց անասուններն ա վստահել, իսկ դու աչքերդ չես անում, չես տեսնում, որ գառը ուր որ ա դուրս կգա ճանապարհ, որտեղով մեծ արագություններով մեքենաներ են ընթանում, սակայն Արմավիրի մարզում ավելի ստույգ Վարդանաշեն Արազապ գյուղամիջյան ճանապարհին կատարվածը լրիվ ուրիշ օպերայից էր։ Այս դեպքում մարդիկ ասում էին, որ չոբանը ճիշտ արել, որ չի խառնվել։ 10,000 վոլտ է, չէ։ Ինքը պոկած է եղել, չէ։ Լար կարկուտը ծեծած տեղն է ծեծում։ Ոսանք չկա մեջը դրա։ Բա ո՞նց են սատկե խեղճերը։ Էսի որ լծեր են ստե։ Հետո միացրել են։ Չեն միացրել, անասունները ժեժներն են պրովոդը գնաց այդ կախված է, կպել արմանը։ Այդ ձևի է։ Հա։ Բանն այն էր, որ այս ոչխարներին ոչ թե ասենք, այս զռլամա բեռնատարն է խփել կամ մեկ այլ մեքենա է վթարի ենթարկել, այլ 10,000 վոլտ լարմամբ հոսանքի լարը, որը չգիտես ինչու եւ ինչպես կտրվել է։ Ահա որ է ժողովուրդ ջան։ Հեսա, այս մարդն էլ է ոչխարաբուծությամբ զբաղվում։ Երկու եղբայրների հետ եկել ու տեսել է, որ իրենց պատկանող 12 ոչխարները չկան։ Քայլել են դեպի Արազապ գյուղ։ Հարակից դաշտամիջյան հատվածում եւս 24 սատկած ոչխար են հայտնաբերել։ Մի խոսքով, բարձրավոլտ էլեկտրալարը չի խնայել տասնյակ ոչխարների։ Այնքան շատ էին, որ հաշիվն էլ կարելի էր կորցնել։ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 քանի հատ էլ ընդեղա, հələ մի ասма
Մի 50 հատ էլ 20 հատ կեն էլի։ Ընդեղիներն էլ չեն ապրի մեծ մասը ասում։ Ընդհանուր 1069 հատ ա եղել, չէ՞։ Կյանքի իրավունք ունեցող վարկածա, այսինքն պիտի փառք տանք, որ այդ պահին նշված հատվածով քաղաքացիներ անցնելիս չեն եղել, թե չէ տեղում կչորանային։ Հովիվներից մեկն էլ ասում էր, թե ինքը զգացել է, որ հոսանքի լարը պոկվել է, տեսել է նաև, որ մի քանի ոչխարների բերաններից փրփուր է դուրս գալիս, ու քանի որ զգացել է, որ կա վտանգ ու էլեկտրամատակարարումը դադարեցված չի, հեռու է գնացել պոկված լարերից, ճիշտ է սարել, ու դու կամ դուք մեղք չունեք կատարվածում։ Հայաստանի էլեկտրական ցանցերը պիտի ոչխարների տերերին փոխհատուցի։ Բերանից փրփուրները Էդի եթե փրփուրը չի ապրի։ Այնա, տես սատկումա, հենա, սատկումա խեղճը, հեսա, թպրտումա։ 15 մետրի վրա որ զգացի։ Հոսանքը չէ։ Հա, հոսանքի։ Հետ Էդի ընդե չէ, ընդե։ այո, այնտեղ։ Որտեղ որ բերում էին գարները։ Ես հետ քաշվա։ Լավա զգացել ես։ Զգացի այդ։ Թե չէ հոսանքը Դե հոսանքի 10000 վոլտ այդ խավ ես անում։ Որտեղ մի անգամից ինձ չորցնել են։ Վայ Գառնուկ ջան։ Զաքուկը, վայ Զաքուկ ջան։ Այ մարդ, որ ասում եմ ֆուր քշելը ամեն մարդու բան չի, որոշ ֆուրի վարորդներ նեղանում են։ Ախր այդ տանտերը այնքան մեծ է, որ թե շահագործման, թե պահպանման, թե անվտանգ երթևեկի տեսանկյուններից լրիվ ուրիշ կանոնների է ենթարկվում։ Այն վարորդները, որոնք դրանք սերտել են, մտահոգվելու բան չունեն, իսկ նրանք, ովքեր այս պարզ ճշմարտությունը չեն ընկալել, բայց դե ստեղ գլուխ են գովում, թե ապեր, ֆուր եմ քշում, մի օր այս սենց խնդրի առաջ են կանգնում, իսկ խնդրի անունը վրաերթ է։ Հասնում է գծերի մոտ, բայց չգիտես որտեղից որտեղ հետիոտը, տվյալ դեպքում մեղավորությունը նրանն է, փողոցն անցնում ու վրաերթ է ենթարկվում։ Վարորդը արգելակում է, բայց քանի որ մեքենայի քաշը տասնյակ տոննաներով է չափվում, արդեն ուշ է լինում։ Սարգիսը փախուստի չի դիմել, ազանգել աշտաբօգնություն եւ օպերատիվորեն ժամանած աշտարակ բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ քաղաքացիների եւ պարեկների օգնությամբ տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին ու տեղափոխել են Երևան, Արմենիա բժշկական կենտրոն։ Պարեկները ստուգեցին նաեւ վարորդի սթափությունը, պարզվեց սթափ է։ Հերիք չի Հայաստանում գնացներ կան, նաև դառնում են վթարի մասնակից։ Այս արտահայտությունը այլևս կորցրել է արդիականությունը, որովհետև այո, Հայաստանում գնացներ կան ու այո, չկա ամիս, որ դրանց մասնակցությամբ մի դժբախտ դեպքի մասին չլսես։ Իսկ ով է մեղավոր հարցին կա շատ պարզ պատասխան։ Իրավասուները չեն տեղադրում ուղեփակոցներ, իսկ ով կամ ովքեր են իրավասուները։ Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունն ու տեղական ինքնակառավարման մարմինները, բայց ամեն ինչի մասին հերթականությամբ։ Եվ ուրեմն առավոտ կանուխ ժամը 6:30-ի սահմաններում Արարատի մարզի Սիս բնակավայրի վարչական տարածքում իրար են բախվում Օպելն ու Գյումրի-Երևան բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատար գնացքը, ինչի հետևանքով Օպելը հայտնվում է դաշտում։ Մի ցուցանակ բերե դրեք հաշվել են գրախ։ Պարզա չէ, որ առավոտյան ժամը 6-ին միայն հալալ քրտինքով հաց վաստակող գյուղացի կարող էր լինել Օպելի ղեկին։ Ամենայն հավանականությամբ մարդը տանում էր ապրանք հանձնել շուկա, բայց չգիտես ինչու, չգիտես ինչպես, մեքենայով հայտնվել է բեռնատար գնացքի առաջ։ Ցավոք հրաշք տեղի չի ունեցել։ Մասիսի փրկարարներն ու պարեկները Օպելի վարորդի անշնչացած մարմինն են հայտնաբերել։ Յուղի հողի մշակ, քրտինքով ապրող մարդ, տրանսպորտար նույնիսկ անցնում է, բա գոնե ուղեփակոց չլինի։ Մասնագետ պետք չէ լինել հասկանալու, որ նշված հատվածում ընդամենը մեկ ցուցանակ տեղադրելով վարորդներին զերծ չես պահի վերահաս վտանգից։ Միանշանակ այստեղ պետք է տեղադրված լինեն ուղեփակոցներ, ինչը չի արվել։ Թե հիմա մեղավորությունը Հարավկովկասյան երկաթուղի ընկերությանն է, թե Արարատի մարզպետարանին է, թող իրավապաները պարզեն, բայց արագ պարզեն ու քայլեր ձեռնարկեն, թե չէ մենակ խոսում եք, գործ չկա, լավ, չեմ հասկանում, քորեք, խուլեք, չեք տեսնում, որ ամեն ամիս նույնիսկ ավելի հաճախ նման դեպքեր ենք ներկայացնում։ Կարող է վսոժը իրար գաք, պարոնայք պորտաբույցներ։
Իսկ Արարատի մարզում երեկոյան ժամը 20-ի սահմաններում կատարվածը ոչ մի տրամաբանության մեջ չի կարող տեղավորվել։ Ու այստեղ ոչ հարավկովկասյան երկաթուղին, ոչ մարզպետարանը, ոչ էլ Բարձրյալը օգնական չեն։ Ավելի շուտ Բարձրյալը, եթե այս Opel-ի վարորդի հարցում մի քիչ ավելի շռայլ գտնվեր, նա հիմա ողջ կլիներ։ Opel-ը հանդիպակաց է, չէ՞։ Բայց հանդիպակաց չէ։ Ինչպես տեսնում եք, Երևան-Երաստ ճանապարհի 11-րդ կիլոմետրին Opel-ը բախվել է բեռնատար Volvo-ի հետ։ Մեքենաների դիրքը տեսնելով հաստատ կմտածեք, որ բախման հետևանքով է, քանի որ այս ճանապարհի հանդիպակաց գոտիները հստակ տարանջատված են։ Իսկ շատ կզարմանաք, եթե ասեմ, որ Opel-ն ու Volvo-ն ճակատային բախում են ունեցել։ Հա, ճիշտ լսեցիք, Opel-ի վարորդը որոշել է երթևեկել հանդիպակացով, երևի տենց հարմար է եղել, բայց ոչ միշտ է, որ փորձը փորձանք չի դառնում, ու սա հենց դրա վկայությունն է։ Չգիտեմ, ժողովուրդ ջան, շատ բան կարող եմ ասել այս առնչությամբ, բայց վարորդը մահացել է։ Մենք էլ միշտ մահացածների հարցում զուսպ ենք, հարգելի վարորդներ։ Սա այն ցայտուն օրինակներից է, թե ինչ չի կարելի անել։ Զարմանալի է, հանդիպակաց չէ երթևեկե։ Բախումն էլ ճակատային, հա։ Ադե ինչքան կարելի է էլի, ախր ես բարվոք ճանապարհներով էլ չես կարողանում միանալ, երբ մտածում ես, որ դա շատ վարորդների համար դառնում է գերազանցման արագություն։ Մինչդեռ լավ կլիներ, որպեսզի այդ նույն վարորդները պահպանեին անվտանգության տարրական կանոնները, հավեսով հիանային այս ճանապարհներով։ Ասեմ, թե ինչ նկատի ունեմ, եւ ուրեմն օրը ցերեկով Երևան-Գյումրի ճանապարհի 35-րդ կիլոմետրին իրար են բախվում 49-ամյա Յուրայի Ford Transit-ն ու 34-ամյա Անդրանիկի Լադան։ Վերջինի վիճակը տեսնելով կարելի է պատկերացնել, որ մեծ արագություն է ունեցել։ Մի վիրավոր է, չէ։ Աշտարակ։ Բայց տվյալ դեպքում միայն արագության խախտում չի եղել։ Բանն այն է, որ Լադայի վարորդին հայտնաբերել են մեքենայից դուրս, իսկ ինչ է դա նշանակում, որ այո, ամրակապված չի եղել։ Այդ դրա համար ենք ասում, ժողովուրդ ջան, հենց նստում եք մեքենայի ղեկին, այդ անտերը ռեմենը անպայման գցեք, ձևի համար չեն հորինել, այլ ձեր կյանքի փրկության։ Իդեպ կյանքի մասին ասացին, որ թեև վարորդի վիճակը լավ չէր, սակայն ողջ չէր։ Վիրավորը դրսում է եղել։ Մեքենայից դուրս է շփվել, որ ամրակապված լներ։ Մեքենայից ու նաև բանից է երկաթի վրով էլ, նա այն այրան հետքերը իր կոշիկը, այն անդեղել է խփե։ Որ ամրակապված լիներ, ցավոք, պատմությունը թևական ժամանակ չի ճանաչում։ Թեև ասացին, որ վարորդը ողջ է, սակայն մի շարք հանգամանքներ ու նաև փորձս հաշվի առնելով հոռոտեսական կանխատեսումներ է անում։ Այդպես էլ եղավ։ Վթարից ժամեր անց Անդրանիկը հիվանդանոցում մահացավ։ Այս պատմությունը այն մասին էր, որ չի կարելի թեկուզ որակյալ ճանապարհներին մեծ արագություն զարգացնել։ Պետք է վազանց կատարել 100% համոզվածության դեպքում եւ ամենակարևորը ամրակապվել։ Ականջներին օղ արեք, վարորդներ, չնայած ում ինչ եմ ասում։ Խփել են ֆրացել է երկաթին լավ։ Ոնց որ երկուսն էլ այն կողմից տակից գալուց են էլ է։ Ոնց հասկանում եմ Լադան այս կողմից վազանց։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։